Մարտի 1 Նիկոլ Փաշինյանը 18 թվականի օգոստոսի 17-ին ասում է մարտի 1-ի գործը ըստ էության բացահայտված է։ Ամեն Աստծո տարի, որ գլխավոր դատախազը գալիս է այստեղ հաշվետվություն տալու ես, ասում եմ բացահայտված է այդ հերն անիծածը թե չէ։ Ասում է դա քաղաքական գնահատականներ, քրեաիրավական գնահատական տալ չեմ կարող։ Այս տարի ասում եմ Միեդի որոշումը կար։ Միեդն ասում է պետությունը մեղավոր է, որ մարդ ազողում է։ Իդեպ պետության իրավունքները պետք է պաշտպաներ Նիկոլ Փաշինյանը, բայց չեն պաշտպանել։ Բայց եթե Միեդի որոշումը ձեր համար վերջ, ուրեմն փակեք։ Բայց Միեդը չի ասել է այս մարդու պատճառով ասպանվել։ Այս ինչ մարդը։ Բացահայտեք։ Մենք էլ ենք շահագրգռված, որ բացահայտեք։ Դիտմամբ չեք բացահայտում, որ դա դարձնեք քաղաքական շահարկումների առարկա։ Հոկտեմբերի 27-ը ինչ ասես արեցիք։ Նույնիսկ ձեր գործընկեր Արման Բաբաջանյանը գնաց իր այդ հանդիպի։ Տիկին Լուսինե Ավետիսյան, որ դուք ուզենաք գնաք Նայիրի Յունանյանի հետ հանդիպել, ձեզ կթողեն։ Եկեք փորձենք մի հատ։ Բայց Արման Բաբաջանյանին թողեցին։ Բայց մինչև հիմա 8.5 տարի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվել։ Մարտի 1, հոկտեմբերի 27, հունվարի 4 անուններ են էլի, թվեր են։ Մայիսի 36, կարևորը այսեն ժողովրդին պահել լարվածության և մոլորության մեջ, քաղաքական պատվերներ իջացնել, որևէ մեկը ստեղից չի ասում, որ որևէ հանցագործություն պետք է մնա անպատիժ, թե հոկտեմբերի 27-ը, թե Սոնամ Նացականյանի վրաերթը, իդեպ կթակ այդ ռադիոպերեգավորները, որոնք էլի լրիվ պատահաբար ոնց որ թե կորան, պատահականությունների երկիր Հայաստան։